Այս երեք պայմանները գիտակցություն, ինքնություն եւ կամք պարտադիր են։ Էլ չեմ ասում կա նաեւ սրա ավելի բարձր մակարդակը, որպես այս ամեն ինչի արդյունք, դա հոգեվոր որակն է։ Երբ որ թե անհատը իրեն գալիս է իր նույնականացման եւ այս երեք սկզբունքների արդյունքում մեկ այլ բարձրագույն որակի է ասում, թե ազգը, երբ որ հասկանում է իր ամբողջ առաքելության, նպատակայնության եւ այլ հոգեվոր բարձր որակը։ Հիմա բայց այս սուբյեկտը, որպեսզի դրսևորի այս որակները, պետք է սուբյեկտայնության դրսևորման որակներ, որոնք են դրանք։ Առաջի հերթին նպատակայնությունը։ Ինչ նպատակ է դնում անսուբյեկտը, ինչ նպատակ է դնում իր առջև ազգ կամ պետություն սուբյեկտը։ Առանց սրա հնարավոր չէ։ Ինչպես ասեցի, կամային գործողություն կատարելու վճռականություն, այդ վճռական գործողության հանդեպ պարտականությունների եւ պատասխանատվությունների համակարգ, սուվերենության աստիճան, սրանից բխող նաև արդեն կարելի ասել, այսպես ամենակարևորը, որ կա, ինքը պետք է ունենա լեգիտիմության աստիճան եւ լեգալության աստիճան։ Այսինքն այդ սուբյեկտը այս առումով է ձևավորում, նոր այս ամեն ինչը արտահայտվում է ինքնիշխանությամբ։ Այսինքն այս սուբյեկտի իր սուբյեկտայնության դրսևորման արդյունքում է ինքնիշխանությունն արտահայտվում։